Մեկնաբանություններում գրել եք բավական է վերադարձիր քաղաքականությունից խոսիր Կխոսեմ սիրելի բարեկամներ չեմ հեռացել ուղղակի պաուզա եմ վերցրել որովհետև արդեն զզվել ենք այդ թեմաներից զզվել ենք սրանցից որ հերթական անգամ ապացուցում են որ իրանք իրավունք չունեն երկար այլևս մնալու իշխանության Դե տեսակ հիբրիդային պատերազմից է ինչ է բողոքում հետո գնացին Գլուխները ծառեցին, կզեցին հիբրիդային պատերազմի հրահարողների դեմ Այդ մասին կխոսենք Բայց եկեք շարունակենք մեր այդ շարքը, որը ես չեմ դադարեցնելու առանձին գնալու է Այսօր կխոսենք հիշողության մասին Որը քաղաքական թեմա է դեպ, այնպես չէ քաղաքական չի Դու գիտեք, որ մարդիկ 99%-ով չեն հիշում իրենց կյանքը Հատկապես մեծ տարիքում, հասուն տարիքում Գիտնականները փորձարկումներ են արել և հարցրել են, թե ինչի համար եք դուք փոշմանում, ափսոսում Նրանցից քչերը կամ ոչ մեկ չի ասել, որ օրինակ ափսոսացել է, որ շատ չի աշխատել կամ նման բաներ Նրանք հիմնականում հիշում են էպիզոդներ 3 տիպի իրադարձություններ Առաջինը ուժեղ էմոցիան էր Հիմնականում դրական Երկրորդը նոր իրադարձություններ Եվ երրորդը այն պահերը, երբ նրանք ընտրություն են կատարել Այս երեքը կանխորոշում է մարդու հիշողությունը իր ուղեղում Մնացածը ուղեղը մաքրում շպրտում է դուրս որպես անպիտան ինֆորմացիա Սա նվերաբերում է նաև մեր քաղաքական քննարկումներին, մեր կյանքին Անպիտան ինֆորմացիան, անպիտան մարդկանց մասին պետք է քննարկել ու շպրտել մեր հիշողությունից Եվ նույն ձև պետք է այս իշխանություններին շպրտել ընտրություններով որպես անպիտան ինֆորմացիա որը ամեն օր մեր ուղեղը հոգնեցնում է Մենք պետք է խոսենք մեր մասին զարգացման մասին, լավի դրականի մասին այլ ոչ թե ամեն օր Նիկոլ Փաշինյանի և նրա մանկլավիկների արկածների մասին Այս երկիրը պետությունը դեպի կործանում տանելու նրանց չդադարող ջանքերի մասին Հետևաբար ես կշարունակեմ այդ մասին խոսել այլ ֆորմատով ուղղակի շաբաթ երեկոն, կիրակի երեկոն ձեր ուղեղից հանեք ավելորդ ինֆորմացիան շպրտեք դուրս Մինչև կգային օրը Երբ նորմալ մարդիկ ձեզ կդբերեն միայն դրական ինֆորմացիա, որպեսզի դուք հետագայում ավելի շատ հիշելու բան ունենաք։ Հիշում ենք չէ՞ արդեն։ Ուժեղ էմոցիաներ, նոր իրադարձություններ եւ ընտրության պահեր։ Փորձեք ձգտենք, որպեսզի դրականը այնքան շատ լինի, որ վերջում հիշելու շատ բան ունենանք։ Այլապես մեր ուղեղը ավելորդ ինֆորմացիան շպրտելու է դուրս